Մենք ապրել ենք երկար տարիներ, դարեր շարունակ եկեղեցու կողմից ստեղծված հենց ասեմ ծխական համայնքների համակարգով եւ այդ ծխական համայնքներում եղել են խորհուրդներ, ծխական խորհուրդներ, որոնք ընտրվել են ընտրովի սկզբում բոլոր ծխի բոլոր ընտանիքի անդամները ընտրելու իրավունք են ունեցել եւ ծուխ ընտրել է իր խորհուրդը եւ խորհրդի հիմնական գործառույթը եղել է ծխի հավաքած ֆինանսական միջոցների տնօրինումն է, որոնք օգնում էին ծխի անդամներին, պարզա այդ ծուխը ձևավորում էր եկեղեցիների շուրջ, եկեղեցապատկան հողերի վրա շատ դեպքերում եւ կաթողիկոսի կողմից նշանակված հոգեվոր հովիվն էր դրա ղեկավարը, բայց խորհուրդը ուներ շատ կարևոր ֆունկցիա, ինքը նախընտրովի էր ամբողջովին, ընտրություններին շատ ակտիվ դեպ մասնակցում էին եւ այդ ընտրությունների արդյունքում ձևավորած այդ խորհուրդները տնօրինում են այդ ֆինանսական միջոցներն։ Իդեպ ուզում եմ նշել, այդ համակարգը մինչ օրս պահպանված է հատկապես Սփյուռքյան մեր շատ կառույցներում։